Առաջին անգամն է, որ Հայաստանի բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման մեկնարկին հայտարարում է վարչապետ Փաշինյանը։ Եվս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղությունը արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Փաշինյանի գնահատմամբ պատմական է նաև Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները վերացնելու փաստը։ Նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Ադրբեջանի այդ քայլին Հայաստանի արձագանքը չի ուշանում։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով։ Իսկ Ղազախստանից Հայաստան ուղևորվող հացահատիկը անցնելու է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով։ Ընթացքի մեջ է գործընթացը, մանրամասնում է Փաշինյանը։ Բայց որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները լինեն լիարժեք ու ամբողջական, առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվել խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ։ Փաշինյանի շեշտադրումն է։ Մենք պետք է նաեւ հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Նույնիսկ անկախության նախորդող բավական երկար ժամանակաշրջանում ըստ էության մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում։ Խաղաղության նկատմամբ խնամքի անհրաժեշտություն կա, որ այն ամրանա, դառնա համակարգային, իր դիտարկումներն է փոխանցում Փաշինյանը։ Խաղաղության ամուր լինել-չլինելու հարցում ըստ վարչապետի վճռական նշանակություն է ունենալու 2026-ի խորհրդարանական ընտրությունը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է։ Հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը։ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ապագա կարգախոսը արդեն այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրողություն է, ապագան հենց հիմա է, վարչապետի պնդումն է։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է։ Այսօր առանցքային նշանակությունը պետությանն ու պետականությանն են, շարունակում է Փաշինյանը, զուգահեռներ տանելով նախկին եւ ներկա պատկերացումների միջև։ Մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Մեր բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու, հայտարարում է Փաշինյանը, հանգծում Հայաստանի բանակը պետք է լինի պաշտպանունակ։ Այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը։ Անդրադառնալով պետական բյուջեին, վարչապետը շեշտում է այն հանրապետության եւ ամեն մի քաղաքացու կյանքը ու կենսագործունեությունը կազմակերպելու մասին է։
Կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ Ինչու եւ ինչպես է ներկայացնում է կենցաղային օրինակներով 2026-ի հունվարի 1-ը համարելով զրոյական կետ, այդ դեպքում հունվարի 1-ին Հայաստանի պետական եկամուտները 0 են։ Այդ թիվը փոխվում է հարկերի միջոցով, ավելացված արժեքի, ակցիզային, եկամտային, շրջանառության հարկեր, սոցիալական վճարներ, շահութահարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Օրինակ հունվարի 1-ին արտադրված թթվասերը չնայած արտադրման պահին արդեն իսկ ձևավորում է ավելացրած արժեքի հարկ, բայց այն պետական բյուջեում հայտնվում է շրջանառության արդյունքում, երբ քաղաքացին այն գնում է բակի խանութից ու նաև պահանջում ՀԴՄ։ 400 դրամի մեջ 20%-ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած, իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Բյուջեն ձևավորվում է բոլորիս աշխատանքի արդյունքում, մանրամասնում է վարչապետը շեշտում, բյուջեի ծախսային հատվածից է կախված քաղաքացիների բարեկեցությունը, եթե անգամ այդ մարդն ապրում է դղյակում, իսկ թե ինչպես, վարչապետը էլի օրինակներով է ներկայացնում։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարանում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին ապրի բարեկեցիկ, չի կարող։ Փաշինյանն ընդգծում է, բյուջեի նկատմամբ ընկալումն է պետք փոխել։ Պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն եւ այլն։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Չնայած ցանկացած բնակավայրում տասնյակ միլիարդների ծրագրեր են իրականացվում, բայց դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, քանի որ պետական բյուջեն չի կարողանում բոլոր խնդիրները լուծել։ Առանց գումարի հնարավոր չէ որևէ խնդիր լուծել, բայց կարևոր է, որ այդ գումարը լինի բյուջետային, ոչ բարեգործական, շարունակում է Փաշինյանը։ Ցավոք սրտի, այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները, իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն, կամ 4 ռեպորտաժի կյանք, որտեղ հավաքվեցինք, նկարվեցինք, եւ ես անկեղծ ասած, ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն 100,000 դոլար ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Փաշինյանը իրեն ուղարկված նամակներից մեկի բովանդակությունն է պատմում։ Մարդիկ նամակ են գրում, ասում են, բա մեր գյուղի մանկապարտեզը, չասեմ որ գյուղի, չի գործում մեր գյուղի մանկապարտեզը, բա նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, այս ինչ մանկապարտեզը։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով, կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, եւ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞։ Որովհետեւ հոսանքի պարտք ունի։ Եվ պարզ չի ով պետք է վճարի։ Ջրի պարտք ունի։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է։ Վարչապետը նաև թվեր է ներկայացնում 2018-ի առաջին կիսամյակի համեմատ 2025-ի առաջին կիսամյակին բյուջեի եկամտային մասը ավելացել է 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Այսպիսի արդյունքը միայն կառավարության ջանքերի արդյունքում չէ։ Վարչապետի շնորհակալության հասցեատերերը տնտեսվարողներն են, ՀԴՄ պահանջող քաղաքացիները, պետական ու համայնքային ծառայողները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով կրճատում են ստվերային տնտեսությունը։ 26 թվականի պետական բյուջեի եկամտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ 2026-ը կառանձնանա նաև նոր ծրագրերի իրականացմամբ մի քանիսը թվարկում է վարչապետը։
ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերը ամբողջը կանի կառավարությունը։ Հետագայում նախատեսվում է, որ կառավարությունն ապահովի միայն մինչև 18 տարեկան երեխաների, 65-ից բարձր տարիքի թոշակառուների, նաև որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը։ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի յետվերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ 2026-ից նաև անկանխիկ առևտրի համընդհանուր հետվճարի համակարգը կգործարկվի Հայաստանում, հայտնում է վարչապետը։ Նախատեսվում է այս տարեվերջին հաստատել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծն ու 26-ին անցնել արդեն նախագծի իրականացման փուլ։ Կավարտվի նաև 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետեւ դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեւ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետք է եւս մի 300 անենք։ Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր, վարչապետի արձանագրումն է։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այդտեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչն է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրա պատճառը։ Բարձր վճարվող սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա, բայց երեկվա աշակերտները, որ այսօր պիտի աշխատեն, վաստակեն, խնդիր ունեն։ Ինչով վաստակել, որ գիտելիքով, որտեղ ստացած գիտելիքով։ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է, դե աղքատություն ասում է, ոնց եղել է էական փոփոխություն չի ունեցել։ Հա, չի ունեցել։ Այսինքն փոփոխություն ունեցել է, તો նվազում ունեցել է, բայց այդ նվազումը էական չի, այսինքն գոհացուցիչ չի։ Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ։ Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի եւ քաղաքական հարկադրանքի միջոցներ։ Այսօրվա աղքատությունը դրա համար է։ Աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, բայց որպեսզի աշխատանքը կարողանա հաղթահարել աղքատությունը, պետք է լինի որակավորված։ Բա մենք աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում։ Տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք։ Նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենա։ Պատուհանից նայելիս թե ինչ կտեսնենք, պետական բյուջեի առանցքում է։ Եթե տեսնում ենք ինչ-որ բան, նշանակում է պետական բյուջեն ինչ-որ բան արել է։ Եթե չենք տեսնում, չի արել։ Իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։
Այդ տրիլիոնների ինչ-որ մասը հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի գույքի բռնագանձման կամ այլ մեխանիզմներով, բայց այսօրվա խնդիրն է, որ էլ տրիլիոնները չշրջանցեն պետական բյուջեն, որը Հայաստանի վարչապետի բնորոշմամբ յուրաքանչյուրի ու մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։ Իրինա Մկրտչյան, լուրեր։